Ընդդիմությունը խոսում է ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին։ Մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում էին կյանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներին ու դասերին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջակ փակման հնարավորություններին ու կարեւորությանը, երկու ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում տեղի ունեցել երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել ձեռքբերված պայմանավորվածությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի վերաբերյալ։ Նոյեմբերի 19-ին Վլադիմիր Զելենսկին կմեկնի Թուրքիա, Ուկրաինայի նախագահի խոսքով ինքը Թուրքիա կմեկնի բանակցություններին նոր լիցք հաղորդելու, գործընկերներին մշակված որոշումներին ծանոթացնելու նպատակով։